Olsen Gent Belgia Ձախ Հանսենը Ռուսենբորգ ակումբից համար 1 պաշտպանում United Անգլիա նրա Հերտա Գերմանիա Աչից 22 համարով Ձախից Ջոշուա Քինգ համար 7 Watford Անգլիա Ակրստվելդ Գենք Բելգիա իսկ Աչից Սակը Հայաստան Եվակականի Մկրտչյանը համար 21 ԲԿՄ Երևան պրեսինգեկին իմե ուդո Արարատ Արմենյանը ներկայացնում առաջին արվածը մեր դարպասի ուղղությամբ բարձր ընթանում գնդակը Մոհամեդ Էլ Յունուսի Փյունիկ եւ Աչից Ժոաու Ջորդի պարտականությունները Գլխավոր մարզիչն այլ ասելով մաքուր հարձակվող ինչպես Չեռնոգորիայի հետ խաղում նա գրոյից հետո այդ մասին շատ վտանգավոր է եւ 11 մետրանոց հարված չկա կարծես այո ամեն ինչ նորմալ է մրցավարը ցույց է տալիս հարված դարպասից այդ դեպքում եթե սիմուլյացիայի դիմեց Հոլանը նրան պետք է ցույց տալ դեղին քարտ չնայած տեսնում ենք որ նորվեգացիների արձակվողը չի բարձրանում ցույց է տալիս որ վնասվածք է ստացել տեսնենք կրկնապատկերը շատ սուր փոխանցում էր եւ իսկապես տպավորությունը որ Յուրչենկոն չդիպավ նրան ընդհանրապես փոքր ավելի հարմար դիրքից եթե ցույց եւ հետևենք Եվս իրավացի են և Նորվեգիայի եվս մեկ արդեն մեր գրոն է վտանգավորը և խաղից դուրս վիճակը Թե ստիպված լինի փոխարինվել դա ջանը անցկացնում Բորուսիայում Հոլանը ամրանը ինչ որտեղ անտարբեր ենք նայում այս ամենից շատ կօգնի Նորվեգացիները Հոլանը արվածում է և խանցեց ձախ դաշտի կենտրոնում Բերգենով Նորվեգիայի եվակականի արձակվող բայց Թեմնիշ նորմալ է, հարվածեց, ոտքը արդեն նորմալ է դնում և նորվեգը մցնի գնդակ խաղի մեջ 7-րդ ռոլային աշխարհի համար անսպասելիորեն ավարտվեց գոլազուրկ գրոհում են մեր տղաները, վտանգավոր է և գրոհ է և Հարոյանը ընդհատեց և խաղում էր այդ խաղում չկարողացան մրցակցի գրոհը ճիշտ գնահատեց տարածություն Մարտին Էդեգորը անհաջող փոխանցում Բայց այսպես ոչ Բայց այն որ Հոլանի Սա արդեն կասկած չի թողնում որ Հայաստանի ունիկում է 15 տարեկանից վնասված ոտք Խաղից դուրս Վամպիկնարկային րոպեների անվնաս անդատ Շատերի համար փոխանցում է Արքայական ակումբում չամրապնդվեց, բարձրասակ ամրավ շատ ամուր, ամրակազ գորն իրացնում, բարձրից փոխանցում, նոր ռաուտ Հոլանը ծայրայեղ բարդ է, հիմա խլում է գնդակ, ազնում է Չեռնոգորիայի հետ խաղում նա կարմիր քարտ ստացավ Ջոշուա Քինգ փոխանցում շատ վտանգավոր էր, այստեղ շեղեց գնդակի ուղղությունը մեր ֆուտբոլիստը դրանով օգնելով Մոհամեդ Էլ Յունուսին հարված է։ Հիմա տեսնենք գտնապատ մտնել, Հոլանը շարժվում է առաջ, ինչ անցում էր եւ Ուգանային մեր դարպասին կլինի եւ կարմիր քարտ։ Արման Հովանեսյանը հեռացվում է դաշտից։ Եթե մեկ անգամ մեզ բախտը ժպտաց եւ 11 մետրանոց չնշանակվեց մեր դարպասին, ապա հիմա միգուցե ավելի դաժան ռիսկի չդիմել մարզիչները Նորվեգիայի եվակականի Խանցում Տուգանային նրա փորակ շատ վտանգավոր գնդակի մոտ է հետևում է հարված եւ Յուրչենկոն հեռացնում է գնդակը շատ գեղեցիկ ցածկով մեր դարպաս ապա դուրս հանեց դաշտի սահմաններից գնդակը անկյունային մեր դարպասի մոտ կլինի 21-րդ րոպեն է
Անից գլխավորում է ազգային հավաքական։ Յուրչենկոյի գնդակն է սա։ Այս գրոհը մեր ֆուտբոլիստները Օլանին նորից գցում են Սերգեյին։ Մեր երկրպագուների ձայները։ Յուրչենկոյի ուժեղ հարվածտ առաջ եւ Ստադանիսյան շատ համարձակ էր եւ քիչ էր անցել, բայց մեկ բան արդեն կարող ենք գողպեց խաղի վերջում 77-րդ եւ 80-րդ րոպե Մարտին Էդեգոր Հովանեսյանին հետո դեղինի վրա նստեց։ Միացի մրցավարը ցույց է տալիս հստակ իր ժեստով, որ շատ վտանգավոր է, չկա կանոնների խախտում այստեղ 3-0։ Ես հիշեցնեմ, որ սլանում առաջ Նորվեգիան է գրոում Էլիոնոսին է աչից Պեդերսոնը Ռայնան, Շոտլանդիան եւ Իռլանդիան են մեր մրցակիցները Էդեգորի ապա Գեորգ Ղազանը Արությունյանը այս գրոյից հետո շարունակեմ ընդհատում է մրցավարը։ Եվ ընդհանրապես շատ բարձրահասակ չէ 180 սմ Եփ խոսում էի Պալան նրա ոտքի տակից հեռացնում է գնդակը Նորվեգիան կրկին գրովում է մկրտչիկացները Պեդերսոնի փոխանցումը բարեբախտաբար չստացվում շատ վտանգավոր է խլեց գնդակ ճանա ի տարբերություն նրա երրորդն է արդենի դեպ Յուրչենկոն բռունցքներով է հեռացել Հիմա 11-րդն է հասունանում, չանցավ։ Հանգիստ կարող է մրցավարն ավելացնել, այլ հարցը կցանկանա 4 անգամ խաղից դուրս վիճակում են մեր ֆուտբոլիստները։ Տարել գրովում է հիմա Նորվեգիայի հավաքականը եւ նա Աուրսնեսը նրա վտանգավոր գրոհը չխուսափեցին եւ Սորլոտը դուբլ է ձևակերպում 9-0 Ահա եւ վերջ։ Այն ամենը, ինչ պետք է ասել այս խաղի մասին։ Մենք գրում ենք մեր պատմության խոշորագույն պարտություն։ Պարզունակ գրոհ, կրկին մերոնք բոլորը իրենց տեղերում չեն։ Եվ Ջոշուա Քինգը գոլային փոխանցում է կատարում Սորլոտ խաղում էր Մարկուս Հոլմգրեն Պեդերսոնը նրճանամը 21-ին կենտրոնում են մարզիչն է վտանգավոր գրոհ է եւ Բադաշվիլը պետք Հայաստանի հավաքական այսպես է հիմա խաղ Էրիկ Վարդանյանը սկսել էր խաղը բայց շատ արագ նորվեգացիների Արոյանը թված խլել է բայց որքան վտանգավոր է Բարձրից փոխանցում է Էդեգորը Խանցում ու նորից անկում Էդեգոր փոխանցում Իրանը շատ համարձակ անցում էր փոխանցում Էդեգոր Մենը մեկ անգամ հասանք միջև մրցակցի տուգանային հրապարակ Էդեգոր փոխանցում թույլ են
هو ايه صوت الام جي 3 ده قلب اخوك؟ البيت ده انا مش قادر افهمه. مش عارف ايه اللي جابك البيت ده، في حد معانا ها؟ لعيب. ده لما نيجي ابن المجنونة يا ابني. يا البخور. احنا مش ماسك سلاح يا قلب اخوك. المشكلة ان اللي جاي ده شايف هايل مش هايل فاهم هايل سنايب. هايل انت. اديته هيد ها؟ انا بهدلته والله مولي مش... ما تجريش وراه. يا ابن معكش فريستايل يا اسطى بقى نفسي. جبته يا شيخ. هو موته. يلا اخلع ده اخلع ده مش هو في النهاية. اخلع. دخلك تاني اهو. ده خلي تاني كفايه عليك، ده تالت مره موتك. نازله. وربنا تالت مره موتك. الحق ده معايا يا غشيم. انت مش عايز البيت الثاني ده؟ خد اللي انت عايزه. يابا انا خدت انا فت. طب ما تديني فريستايل طب اكسب فيها خد ثواب. تعالى. خد دي كمان خد. حل بقى مع الله اللي نزل دي. سيبنس. رميت لك في الساعة. تعال نبعد على البيت ده بقى، روح المين. يلا البيت ده خنيق اساسا. طير بقى.